Աղա։ Ինչ կա, ոնց ես։ Նորմալ աշխատանքի մեջ, դու ասա։ Այսօրվանից էլի պարապմունքներս վերականգնեցի։ Մի քանի օր բաց էի թողել։ Սենց որ գնա ֆիզիկականից շատ կթուլանա։ Ես քեզ հետո կզանգեմ։ Հետո կզանգես, հա? Առավոտ տան մոտի կամերաներն էին նայում։ Այդ արդեն այնքան եք ոգևորվել, որ գալիս եք տան մոտ եք իրար տեսնում, գրկում։ Ես միշտ խիստ եմ եղել։ Քեզ ու Գրիշին էլ շատ ազատություն եմ տվել։ Մանավանդ քեզ։ Չափից շատ վստահել եմ ձեզ։ Հիմա ինչ ես ուզում վստահությունս կորցնեմ, որից տուժելու ես մենակ դու։ Նայ չեմ ջղայնանում։ Հանգիստ խոսում եմ հետդ։ Այդ Լեոն սկզբում աղբորդ հետ կապված իրան շատ վատ պահեց։ Հետո քո հետ սկսեց իրան վատ պահել, ներեցի։ Հետո հերթը հասավ ինձ։ Ասացի լավ երեխա է, չնեղացնեմ։ Հասանք նրան, որ մի օր պատի վրայով է թռնում մտնում մեր տուն։ Հաջորդ օրը քեզ հանում է դուրս, սկսում եք պատերի տակ խոսել։ Դու հասկանում ես իր քայլերի մեջ ինչ միտում կա, որ ինձ ու աղբորդ ուզում է հասկացնի, որ ինքը ոնց որոշի տենց է լինելու։ Պապ սխալ ես հասկացել։ Ես երբեք ոչ մի բան սխալ չեմ հասկանում։ Հասկանում եմ այն ինչ կա։ Ես ոչ տգետ եմ, ոչ էլ միաբջիջ։ Նա ինձ որ խոսում եմ։ Խոսա։ Ես հավանում եմ Լեոին։ Քեզ տեսնեմ, Լեա։ Դրանն հենց ես մոռանում, որ ես մնամ զարմացած։ Թե չէ կստիպեմ։ Դուք իմ համար առաջնահերթություն եք։ Բայց ոնց հասկանում եմ, ոչ ես եմ ձեր համար առաջնահերթ, ոչ էլ իմ խորհուրդը։ Եթե ես չհասկացաք ու չընկալեցիք, այդ խորհուրդը սահուն կերպով կդառնա պահանջ։ Այո, Դավիթ ջան, լսում եմ։ Բարև ձեզ, պարոն Սահակյան։ Ոնց եք, լավ եք։ Առաջնախաղի սպասումով լարված, գիտես։ Հա, դե մենք բոլորս էլ այդ խնդրում ենք։ Ճիշտն ասած մի հարցով եմ զանգել։ Լսում եմ, Դավիթ ջան։ Դե աշխատավարձից հետ կապված։ Հնարավոր է աշխատավարձս մի քիչ շուտ ստանամ կամ գոնե կեսը։ Դավիթ ջան, ախր գիտեք, որ դա նախարարությունն է փոխանցում։ Դեռ չենք ստացել։ Հա, լավ, հասկացա։ Լավ, եկեք իմ աշխատասենյակ հասկանանք, ոնց ենք այդ հարցը լուծում։ Կյանքում առաջի անգամ մի բան եք խնդրում։ Հիմա գալիս եմ, ես քո ցավը տանեմ, ապրես։ Լեո։
Լեո։ Ապեր։ Ես դու փաստորեն հաց սարքել գիտես, հա։ Հա, չի երևում։ Երևում է։ Բավականին զարմացած եմ, ասեմ իմանաս։ Ինչ-որ բան է հետդ կատարվում։ Ոչ մի բան ինչ է կատարվում։ Դե մի տեսակ շատ մոտիվացված ես։ Գնում ես ավազներս բերում, որ պարապես հաց ես սարքում քո համար։ Կավա սիրարվել ես խաբար չեմ։ Չհասկացա այդ պարտադիր է, հա։ Բա չիմանամ։ Դե ուրեմն տենց էլ իմացի, սիրարվել եմ։ Եվ ով է։ Լեան, Ունանի աղջիկը։ Արա դուք լրիվ վատ եք։ Ինչ ա եղել։ Քուրու աղբեր ցնդել եք։ Լավ դավո աղբոր պես, վա։ Այլ լուրջ չեմ հասկանում, ինչ է գտել ընտանիքի մեջ։ Ինչ է կերկուսով գնացել դրանց կպել։ Քո համար քիչ էր այն օրվա պատմությունը։ Չես հասկացել, որ դրանք մարդ չեն։ Լավ ասենք են մանաներ երեխա է։ Չի հասկանում։ Բադու։ Կարանք անցնենք առաջ։ Չէ, չեն կարա։ Ցնդած եք դուք լրիվ։ Դավո անցի առաջ ասում եմ։ Եթե սերը տենց խեղդում, հա, արա գնանք միանգամից երկուսի ձեռն եք ուզենք։ Համ են Գրիշոյի ձեռը ուզենք, համ էլ այդ Լեայի ձեռը ուզենք։ Հա, խեղդում ա։ Կգժում եմ ես արա։ Ոնց ես։ Դու Ուզում եմ երեկվա մասին խոսենք։ Չեմ ուզում ինձ այնց նեղանաս, ուզում եմ ինձ ճիշտ հասկանաս։ ես քեզ երեկել եմ ճիշտ հասկացել։ Հունան դու իմ հարազատն ես։ Մաման ու պապան մեզ նենց են մեծացրել, ստիպել են, որ մենք իրարով ապրենք։ Ու երկուսս էլ ամեն վարքյան հոգատարության կարիք ենք զգում։ Մանավանդ դու։ Հետո Կյանքում գալիս է մի պահ, որ այդ գեր հոգատարությունն արդեն ավելորդ է դառնում։ չէ։ Հա։ Դու իմ ընտանիքն ես։ Բայց ես հիմա ուզում եմ, որ դու ավելի ինքնուրույն լինես, արդեն հասուն մարդ ես, որոշումներդ ինքնուրույն կայացնես, ու ապրես նենց ոնց քեզ հարմար է։ Հունան խնդրում եմ ինձ ճիշտ հասկացի, ու մի նեղացի ինձանից։ Չեմ զլանա ու նորից կասեմ։ Ես քեզ երեկել եմ ճիշտ հասկացել։
Հա? Լեոյի համար կատնամեթերք վերցրել եմ, մանանի քաղցրն առել եմ, ու հնակ դավոյի համար ձուկ։ Այ, Միասին 22740։ ես թանկացել է, հա? Ձեր դեղերը, այո։ Այս բարեդասի դաստացությունը կպան որպես սրտիս բան։ Գուցե դու էլ ճիշտ այնպես անես, ինչպես անմարիշտ կարոզիչների շատերն են սովորում։ Կարոզել երկնքի մշակ ծառի վերուղին կպացած մասպիտական։ Որ քարոզելով երկնքի փշոտ զառի վերուղին, իրենք հղպացած եւ ասպետական անառակի պես գնում են վայելքի ծաղկալից շավղով, հենց իրենք ամփույթ իրենց խորհրդին։ Ես բա ինչ ես խաղում։ Փորձ եմ անում ու դու ինձ խանգարում ես։ Լավ ես մտածել։ Ինչի զարմացար։ Լավ մտածելը քեզ խորթ է։ Լսի դու որ ինչ շատ մտածեիր, գլուխդ կպայթեր։ Գրիշ խանգարում ես։ Դուրս արի։ Եկել եմ իմանամ գոհ ես, Ինչից։ որ աղբորդ գործերը կարգավորեցի ինչից, որ էլի հետա վերադարձել սպորտ։ Չի հետաքրքրում գնա։ Դու այդ տիպի թքածում ես։ Ապի, օգնեմ։ Տուն ասա բարիս էլիչ։ Պապի, զանգեր գայի դիմավոր էի։ Այդ ձերքերով տիգայ տոպրակ կաստանչ։ Պապի, բա փող որտեղից։ Կար։ Չկար։ Ումից ես վերցրել։ Թատրոնից։ Ես էլ քսուկներդ վերցրում։ Բա դեղերդ։ Հա? Պապի, դեղերդ խիչ ես առել։ Մայ հետո կարում եմ էլի։ Դավուր։ Գործի։ Ինչ գործ է ախպեր։ Այդ ձեռնով ո՞նց ես աշխատելու։ Հետո շատ եմ հետևից հետ կարելի։ Չգիտեմ, դու կիմանաս։ Սպասի դե։ Դու առասարակ ոնց ես ներս մտել։ Չգիտես, ոնց ուզել եմ, տենց եմ մտել եմ։ Շատ ուժեղ տղա ես է։ Դզում է, չէ՞ որ տենց ուժեղ եմ։ Գրիշ ինչ ես ուզում, ինչ ես պոչիցս կպած ման գալիս։ Աղջիկ ջանս, երբ ու սենց անհասանելի դարար վրներս խաբար չեղավ է։ Իսկ դու մտածի։ Մտածելուց էլ ուժեղ կլինես։
գալիս ես հիմա գնանք ավտոն։ Իհարկե ոչ։ Դե սպանիր, լավ, հասկացանք թանկացնել էլա պետք, համաձայն եմ, բայց ես արդեն չափից շատ է, աղջիկ ջան։ Դու ինձ չես սիրում։ Որ չեմ սիրում, ստեղ ինչ եմ անում, Հետևից ես ընկել, որ աղբերներից ցավացնես։ Ահա, դες լավ երևակայում ես, ապրես, բայց այդ իմ ոճը չի։ Ես որ ուզենայի աղբերներից ցավացնեի, կոնկրետ քայլերի կդիմեի, ասենք կգայի ձեր տուն, ոնց որ արել եմ։ Արել ես, պատասխաննել ստացել ես։ Այդ էլ հարց է, ով ինչ է ստացել։ Մի խոսքով ինչ ես ուզում ինձնից, կամ առհասարակ ով եմ ես քո կյանքում։ Նման բարդ տեխնիկական հարցերին մի քիչ պատրաստվել է պետք հիմա չեմ կարող ասեմ։ Ուժեղ տղա ես խաղում, հա? Չեմ խաղում։ Կամ Այդ ապացույցն է նրա, որ թողել ես մարզասրահը ու եկել ես այս աբորիգեն պայմաններում ես պարապում ու պատրաստվում մարտին։ Տեղն ու պայմանները իմ համար կապ չունեն։ Կարևորը մարզավիճակս լավ լինի։ Ահագին ինքնավստահ ես։ Ասա ռինգում էլ այդ պահես։ Կարամ իմանամ եկել հասել ես տանս դիմաց, որ ինձ խորհուրդներ տաս։ Ինչ որ շատ չես վրդ վերցնում։ Ես պիտի պարապեմ, այդքան ժամանակ չունեմ։ Եթե կարևոր ասելու բան ունես, ասա ու գնա։ Ինչ գործ ունես աղջկաս հետ։ Հավանում եմ։ Ավելի ճիշտ, սիրում եմ Լեային։ Ինչ պատահեց, որ ձեր որոշումը փոխեցիք։ Ճիշտ ասած, դեպքերի բերումով հասկացա, որ այս աշխատանքը ինձ շատ պետք է։ Իսկ հնարավոր է, որ դեպքերի բերումով 1-2 օրից հասկանաք, որ այս աշխատանքը ձեզ այլևս պետք չի։ Ու վարվեք այնպես, ինչպես նախորդ անգամ։ Ոչ, նման բան չի կարող պատահել։ Համոզված եք։ Տառապանքս փորձ ունի։ Դե եթե չեք կարող ինձ նորից աշխատանքի վերցնել, կներեք ձեզ անհանգստացնելու համար։ Երբ կարող եք անցնել աշխատանքի։ Երբ ասեք։ Երբ ասեմ։ Մեղմ ասած ձեր ձեռքերը լավ վիճակում չեն։ Մի կերպ կաշխատեմ, մինչև որ ձեռքերս լավանա։ Մի կերպ աշխատել պետք չի։ Բարի գալուստ մեր աշխատակազմում։ Շնորհակալ եմ։ Դեմ ես։ Շատ։ Ավջ։ Բայց անդառնալի էլ չի։ Սխալ մարդու ես որոշը սիրես։ Դու ես որոշում, ես ում սիրեմ։ Եթե հարցը իմ աղջկանա վերաբերում, հայ ես եմ որոշում։ Ու քեզ էլ խորհուրդ կտամ հեռու մնաս աղջկանիցս։ Շնորհակալ եմ խորհրդի համար, բայց ես իմ ընտրած ճանապարհով եմ գնում։ Խորհուրդ չեմ տալի իմ հետ ռինգ մտնես։ Կպարտվես։ Խնդիր կա, որ ես կարամ Լեային սիրեմ։ Դու այն մարդը չես, ով կարա իմ աղջկան սիրի։ Կարծում եմ այդ Լեայի որոշումն է։ Լսի։ Աղջիկս արդեն գիտի, որ քեզանից պետք է հեռու մնա։ Իսկ ես իմ սրտի թելադրանքին եմ հետևում, ոչ թե ինչ-որ մեկի հրամանին։ Ով ես դու, որ ձեռս բարձրացնում թոռանս վրա։
Ախր դու խելացի ես, թացը չորից տարբերում ես։ Այդ այդքան էլ տենց չի։ Զգացմունքներից ձեռքը գերի եմ ընկել։ Այդ ուզում ես ասես, այդքան շատ ես ինձ սիրում, չէ՞։ Հիշեցնեմ, որ որոշ ժամանակ առաջ դու էիր ինձ սիրո խոստովանություն անում։ Բայց ով է ասել, որ հիշացնելու կարիք կա։ Ես երբեք էլ չեմ հրաժարվել իմ քայլերից ու արարքներից։ Ու հիմա ես որ դիմացդ կանգնած եմ, դրա վառ ապացույցն է։ Նա ինչ է չես հավատում։ Որ չհավատայի, հիմա այստեղ կանգնած հետ չէ խոսի։ Իդեպ այդ աղբերները ահագին հետ գցեցին մեր հարաբերությունները իրանց սխալ քայլերով։ Նենց հետաքրքիր է ոնց ես աղբերներիս հետ լեզու գտնելու, որովհետև եթե ուզում ես մեր հարաբերությունները լրջացնես, աղբերներիս հետ հարաբերությունները պիտի կարգավորես։ Մի րոպե, հիմա ես քո հետ հարաբերություններս կարգավորեմ, այդ աղբերներիդ հետ հարաբերություններ կարգավորեմ, ինչ ես ուզում։ Ինձ մոտ տանող ճանապարհն աղբերներիս միջոցով է, այդ միշտ հիշի։ Լավ, արի գնանք մի կտոր հաց ուտենք։ Մենակ չասես սոված չես։ Ամբողջ օրը բեմի փոշի ես կերել, սոված կլնես, բա ինչ։ Լավ թողնի շնչել։ Արի։ Ես Հունան Մակունցն եմ։ Իմացաք ով եմ։ Անունդ ինձ բան չասեց։ Չնայած մի անգամ արդեն հանդիպել ենք։ Պապի, Ու ինձ թվաց, որ դա առաջին ու վերջին հանդիպումն էր։ Բայց երևի թե բան ունես ասելու, որ եկե ասել ես այստեղ։ Ումեյու արդեն ասել եմ։ Մնում է թորը տականջինող անի, թե չէ իր համար շատ վատ կլինի։ Թորանստերը ես եմ։ Բան ունես ինձ ասա։ Հիմա ինչն ես փակելու։ Թորանս առաջ։ Ռինգի դորը։ Թորըտ ինչ ուզում է թողանի։ Մեծ հաշվով թքած ունեմ։ Իմ աղջկանից ընդամենը թող հեռու մնա։ լսի ես թեման սենց Մի րոպե։ Թող խոսի։ Թող ասի, որ իմանամ ինչ պատասխանեմ։ ինքը իր ասելիքն ասել է ու պատասխանն էլ ստացել է պապի։ Մի երկու անգամ երեսիդ ոնց որ ժպտացել եմ։ Տեղդ ու դիրքդ խառնում ես լրիվ։ Տես քեզ էլ եմ զգուշացնում։ Իմ աղջկանից հեռու ես մնում։ Թե չէ քո համար շատ վատ կլինի։ Ժամարցակվես երեխուն սպառնաս։ Թե չէ ունան ես ինչ ես, ինձ հետաքրքիր չի, ձեռից ես չես պարծնելու։ Պապի լավ։ Հանգիստ թող։ Պապի դե լավ բանի տեղ մի դիր, անիմաստ եկել խոսում է։ Ոնց է բանի տեղ չդնեմ։ Կան դրանս դեմ է երեխուն սպառնան ու ես անլեզու անասունի պես կանգնեմ նայեմ։ Իրա ոչ մի ասած է իմ համար նշանակություն չունի, կարաս հանգստանաս։ Դու սա ով է, որ սրա աղջիկը ինչ լինի, հա։ Իր աղջիկը իրանց ընտանիքի միակ նորմալ մարդն է։ Նենց որ հանգստացի արի գնանք տուն, լավ։ Չեմ խանգարում։ Ոչ, ներսերի։ Ճիշտ ասած ուզում էի թույլտվություն վերցնել, եթե հնարավոր է այսօր մի փոքր շուտ գնամ։ Խնդիր չունես։ Շնորհակալ եմ շատ։ Մամ, աշխատանքի մեջ ես։ Այո, ինչ կա, ուզում ես գալ։ Չէ, մամ, ուզում եմ հետդ խոսել, որովհետև պապան ինձ փաստի առաջ է կանգնացրել։ Դե արի ռեստորան։ Չէ, էլի արի դուրս հանդիպենք, այդ փակ տարածությունից սիրտս նեղվում է։ Լավ, ուզում ես դրսում, կհանդիպենք դրսում։ Դավիթ ջան, հարմարվում եք։ Այո, բավականին նոր բաներ են բացահայտում իմ համար։
Ես դուրս եմ գալիս։ Դուք մի քանի ժամ մնացեք, ծանոթացեք մեր խոհանոցին։ Հենց վիրակապերը հանեք, անմիջապես կանցնեք աշխատանքի։ Բարի։ Հունանս ինձ ազատություն տվեց։ Ասեց գնացեք, ոնց ուզում եք ապրեք, ազատ եք։ Չէ, հա։ Հենց տենց էլ ասեց։ Հա, հենց տենց էլ ասեց։ Բա, էդ ինչ մի տենց մի անգամից որոշեց։ Ավ դու չէիր ասում, որ Հունանը չխառնվի մեր կյանքին։ Ինքն էլ խոստացել այլ չխառնվելու։ Ես դրան այդքան էլ չեմ հավատում։ Չէ, ասեց ազատ եք, ոնց ուզում եք ապրեք։ Բայց պետք էր, որ այդ ազատությունը մեզ։ Ավ ուրախ չես։ Հիմա ես քո շռայլ ազատությունից շահեցի, թե տուժեցի Հունան։ Կյանքս ուրախ չես։ Խնձոր կուտես։ Շատ համոզում։ Կյանքս։ Հələ լսի։ Դու քո անունով ինչ ունեիր։ Ավո, ես քեզ ունեմ, քեզ։ Արնակ խոմ սրիկա մարդ է երևում սա։ Այդ իրա պրոբլեմն է։ Ոչ տղա ջան, մեր պրոբլեմը կդառնա, եթե չզգուշանաս նրանից։ Թող ինքը զգուշ մնա, ու չհայտնվի ճանապարհից։ Տղա ջան, ես մարդկանց լավ եմ ճանաչում, սրա աչքերից արուն է կաթում, հեռու մնա սրանից։ Պապի, ես էլ ասում եմ, որ չեմ վախենում իրանից։ Ու ընդհանրապես թող ինքը վախենա, եթե հանկարծ նորից իմացել եմ, որ քո հետ խնդիր ունի։ Քո խնդիրը ոչ պապը տա, ոչ էլ քո բռնցքա մարդը։ Քո կռիվը սրա աղջկա համար է։ Չեմ հասկանում, սիրում ես սրա աղջկան։ Պապի, տղա ջան, խոստովանիր ինձ, մի ամաչի։ ախր իրան չեմ խոստովանել, քեզ որտեղից խոստովանեմ։ Ու հիմար բաներ մի խոսի։ Իսկ այդ աղջիկը գոնե սիրում է քեզ, հարցրել ես նրան, որ այսպես կռիվ ես տալիս։ Այդ լավ հարց էր։ Այո, շատ լավ հարց էր։ Ու լավ կլինի մտածես այդ մասին։ Եթե պիտի այստեղ հանդիպեինք, կարող էինք մեզ մոտ հանդիպել։ Ուզում էի քայլեի, մամ ջան։ Մենա եղանակային պայմանները թույլ չտվեցին։ Լավ ասա տեսնեմ քեզ ինչն է մտահոգում։ Միշտ չի, որ քեզ կարող եմ մտահոգված տեսնել։ Պապան է ինձ ստիպել մտահոգվել։ Խոսքը քո բռնցքամարտիկի կապի մասին է։ Պապան պահանջում է, որ ես հեռու մնամ Լեոից։ Պահանջում է, դու էլ հեռու մնա։ Չես կարող խորդ խոսքը շրջանցել։ Բայց այդ անարդար է, մամ։ Լավ, հասկանում եմ, դու հրապուրված ես։ Չեմ թաքցնի, հիմա իջ տղա է, բայց վերջինը չի երկրագնդի վրա։ Մամ, ինչի պետք է ես Լեոից հրաժարվեմ։ Իսկ ինչի չհրաժարվես։ Եթե հայրդ այդպես ուզում։ Որովհետև սիրում եմ։ Մի քիչ շուտ չի սիրելուց խոսելու համար։ Միգուցե։ Բայց մամ, առաջին անգամ է, երբ ես ինչ-որ մեկին սրտի թրթիրով եմ նայում։ Ու շունչս կտրվում է, երբ ինձ ինքը մոտ է լինում։ Այսօր եկանք։ Մեր ռեստորան ուր։ Գիտեմ, որ ձեր ռեստորանն է, բա որ մամա տեստեղ լինի։
Մեծ հավանականությամբ ստեղ էլ լինելու է հետո։ Այսինքն դու խնդիրներ չունես։ Աղջիկ ջան, դու չես առավոտից շուտ խնդիրներ ման գալիս։ Միշտ թեթև ապրի, պահը վայելի, այդ չէր քո կարգախոսը։ Դե ուղղակի որ իմանայի ռեստորան ենք գալու, ավելի կոկիկ կհագնվեի։ Կոկիկը, հա։ Այդ վերարկու դուր։ Ասում եմ մի անգամից մամայի հետ էլ կծանոթանաս, հա։ Մաման ինձ արդեն մի անգամ տեսել է։ Որ տեսել է, ինչ չեմ ծանոթացրել։ Կարող եմ մի հատ էլ անակնկալ ամուսնության առաջարկություն անես։ Սուտր երազանքների գիրկն ես, հա, գնում։ Ես ուղղակի քայլերի հերթականությունն եմ ասում։ Ամեցի։ Բարև ձեզ Գրիշվունանիչ։ Ողջույն։ Ինչ կկամենեք։ Մենյու բերեք կասենք, էլի։ Մեկ էլ որ խնդրեմ մի հատ մամային կասեք կա։ Հա, տիկինին անես պահին դուրս է եկել, այստեղ չի։ Հա։ Լավ։ Հայացքդ մի փախցրու։ Եվ ինձնից ինչ ես ուզում։ Մամ, խնդրում եմ, պապայի հետ խոսի, որ ինձ ու Լեոին չխանգարի։ Բայց ես պապայիդ հետ համաձայն եմ։ Ու երևի դու ես, չէ, իրան համոզել, որ ինձ ու Լեոին բաժանի։ Բաժանի։ Չհասկացա, դուք արդեն միասին եք։ Մամա, դու հիմա ծաղրում ես ինձ ու իմ զգացմունքները։ Կներես։ Ալո։ Բարև։ Պրիվետ։ Լավ ես։ Լավ, դու ոնց ես։ Լավ եմ, բայց ավելի լավ կլինեմ, եթե հանդիպենք։ Լեո, դու ինձ հանդիպման ես հրավիրում։ Չասես, թե մերժում ես։ Չէ, որտեղ։ Ուրեմն այնքան տարված ես նրանով, որ նայում ես աչքերից մեջ ու համաձայնում ես հետը հանդիպել։ Մամ, սա եւս մեկ ապացույց է, որ ես լուրջ զգացմունքներ ունեմ։ Մենակ չասես, թե հիմա հանդիպման ես գնալու։ Կներես։ Ուրեմն իմ ու հորդ խոսքը քեզ համար ոչինչ, հա։ Մամ, խնդրում եմ, պապայի հետ խոսի, թող իր վերաբերմունքը փոխի։ Ու խնդրում եմ դու էլ քո վերաբերմունքը վերանայի։ Քեզ ինչ եղավ, աղջիկ ջան, հանգստացած կեր։ Էս թե ինչ անում արա։